Շարունակում ենք առավոտ լուսոն, այսօր մարտի 3-ն է և համաշխարհային օրացույցում այսօրը առանձնանում է որպես լսողության պահպանման համաշխարհային օր և օրվա նպատակն է, որ ավելի շատ մարդիկ լսեն լսողական խանգարումների, պատճառների և հետևանքների մասին և ամենակարևորը իմանան ինչպես է հնարավոր կանխարգելել։ Ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, որոնց հետ զրուցելու ենք այս կարևոր թեմայի շուրջ։ Նելի Մոսեսովա, վատ լսող երեխաների մայրերի հավատ, հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, բժիշկ Հայաստանում լսողության նորածնային սկրինինգի ծրագրային համակարգող և Կարինե Հարությունյան, վատ լսող երեխաների մայրերի հավատ հասարակական կազմակերպության նախագահ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում, այն էլ այս կարևոր օրը և դերևս կարելի է սկսել հենց օրվա կարգախոսից, որովհետև սովորաբար համաշխարհային նման օրերը ամեն տարի ունենում են յուրահատուկ ուղերձներ, կարգախոսներ, որն է այս տարվա կարգախոսը։ Այո, իհարկե։ Մենք ենք շնորհակալ, տղաներ, որ հրավիրեցիք մեզ և առիթ տվեցիք, որ այս տարի ևս կարողանանք բարձրաձայնել լսողական խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքների, հատկապես երեխաների, որոնց հարցերով զբաղվում է Հավատ հասարակական կազմակերպությունը և այս տարվա առողջապահության համաշխարհային կազմակերպության օրվա կարգախոսն է համայնքներից դեպի դասարաններ, դեպի դպրոցներ։ Այսինքն ուշադրության կենտրոն են բերվում հատկապես դպրոցահասակ երեխաները, որոնց լսողության խնդիրները հնարավոր է, որ բժշկուհին ավելի մանրամասն կասի ընթացքում հայտնաբերվի կամ որևէ խնդիր առաջանա, ասենք թե միակողմանի և դա աննկատ մնա ծնողների կողմից կամ հենց երեխաների, նրանք շատ չկարողանան մեկը մյուսին փոխարինի ականջը և լսողության կորուստը մնա աննկատ և այս տարվա կարգախոսը դա է։ Շատ լավ։ Եկեք խոսենք երեխաների լսողության խնդիրների մասին, որոնք են այն հիմնական պատճառները և ինչպես կարելի է ու ինչպես պետք է լուծել դրանք։ Պատճառները ցավոք շատ բազմազան են, եթե մենք խոսենք բնածին լսողության խանգարումների մասին, ապա դա այն ամենն է, ինչ ազդում է հղիության բնականոն ընթացքի վրա, մոր հիվանդությունները հղիության ընթացքում, վաղածնությունը, երբ որ երեխան ծնվում է փոքր քաշով, հետագայում, եթե ինքը ինտենսիվ թերապիայում է եղել ու ասենք թթվածնային բան է ստացել, բազմաթիվ են խնդիրները ու եթե մի քանի ռիսկի գործոն է հանդիպում, ապա կրկնակի ավելանում է ռիսկը լսողության խանգարման։ Ինչ կարելի է ասել, ԱՀԿ-ի տվյալներով մոտ 60%-ը հնարավոր է կանխարգելել։ Այո, ու այդ ամենակարևորներից երևի կարելի է նշել այդ ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք կարելի է շատ հեշտ կանխարգելել պատվաստումներով, երևի այդ կարևորը որ նշենք, ու հետագայում իհարկե շատ կարևոր է անցնել այդ բոլոր փուլերը, ստուգման, որոնք կան աշխարհում։ Հայաստանում մենք ունենք լսողական սկրինինգ նորածնային, երբ որ արդեն ծննդատանը կատարվում են այդ հետազոտությունները ու առաջի օրերից հնարավոր է գտնել այն երեխաներին, որոնք հետագայում կարիք կունենան մեր աջակցության։ Ցավոք սրտի մենք Հայաստանում չունենք դպրոցական կամ նախադպրոցական սկրինինգ, որ էլի շատ ընդունված է աշխարհում ու զարգացած երկրներում, որովհետև դպրոցական հասակում, երբ որ հսկայական ինֆորմացիա ենք սկսում ստանալ երեխան, շատ ավելի կարևոր է դառնում այդ լսողությունը, թեկուզ թեթև լսողության իջեցումը կամ ինչպես Կարինեն ասեց, միակողմանի լսողության իջեցումը կարող է անդրադառնալ երեխայի ընդհանուր զարգացման վրա։ Եվ հետաքրքիր է, որ երեխաների դեպքում, քանի որ հատկապես փոքր երեխաների, երևի թե այդ զգացողության փոխանցումը եւ չհասկանալը եւս մեծ դեր կարող է խաղալ։ Այս առումով ծնողների իրազեկվածության խնդիր կա մեր երկրում եւ ինչ ենք անում այս ուղղությամբ։ Այո։ Իհարկե նորածնային շրջանում հատկապես երբ երեխայի մոտ լսողական խանգարում է հայտնաբերվում այն էլ խորը ծանրալսություն, դա ամենամեծ ուշադրության կենտրոնում է լինում մեր մասնագետների
եւ նաեւ պետք է լինի ընտանիքի ուշադրության կենտրոնում, որովհետեւ այդ փուլում է, որ մինչեւ 6 տարեկանը երեխայի խոսքի զարգացումն է տեղի ունենում եւ ընդհանուր առմամբ ամբողջ ներառումը եւ կրթական process-ում եւ հետագայում աշխատանքային process-ում եւ այլն հասարակության մեջ ներառումը, եթե չի ընտրվում երեխայի զարգացման համար ժեստերով զարգացման ճանապարհը, ապա դա խոսքի ճանապարհն է, որը հնարավոր է լսողական սարքերի միջոցով, որոնք փոխարինում են լսողական անալիզատորին, այսինքն հասանելի են դարձնում ձայները երեխային եւ կոխլեար իմպլանտացիայի միջոցով, բայց միայն տեղադրելը սարքը կամ վիրահատություն կատարելը շատ քիչ է դեռ, չնայած ամենահիմնական փուլերից է, պետք է շատ մեծ աշխատանք, որպեսզի ամենափոքր երեխաներին ամենաճիշտ ձևով կատարվի այդ սարքերի եւ իմպլանտի կարգավորումը, որպեսզի հասկանանք, որ այո, նա ճիշտ է լսում։ Եվ հենց Նելի Մոսեսովան մեր շատ սիրելի բժշկուհին այն մասնագետներից է, որ կատարում է այդ կարգավորումները եւ հետագայում ծնողների ու սուրդոմանկավարժների, բժիշկների համատեղ հոգեբանների, նաև սոցիալական աշխատողների համատեղ ջանքերով, թիմային աշխատանքով մենք Արաբկիր բժշկական համալիրի հետ ենք հիմնականում աշխատում, այնտեղ տարեկան շուրջ 40 երեխա դասերի է հաճախում մինչև 6 տարեկանը, որպեսզի խոսքով գնա դպրոց։ Իսկ այդ աշխատանքը իրոք տանջալի աշխատանք է, բայց դա հնարավոր է անգամ ամենածանր ամենախոր ծանրալսության դեպքում եւ դրա համար մենք նաեւ ծնողական դպրոց ունենք հավատացարակական կազմակերպությունում, որպեսզի ամեն նոր ծնող, ցավոք ամեն օր լինում են նոր ծնողներ, հնարավոր է լինեն նոր ծնողներ, տեղեկացված լինի եւ հասկանա, որ ճանապարհը բարդ է, բայց դա հնարավոր է եւ հասկանա իր քայլերը, թե ինչ պիտի անի երեխային հնարավորինս մեծ աջակցություն ցույց տալու համար։ Եվ իհարկե ես նաեւ ուզում եմ ասել, որ այդ լսողական սարքերը, որոնք բարձրակարգ թվային լսողական սարքեր են եւ բավական թանկ արժեն, նույնպես Հավատ հասարակական կազմակերպության միջոցով եւ Հովարդ Կարագյուզյան բարեգործական հիմնադրամի միջոցով համենայն դեպս այդ տարիքի մինչեւ 12-14 տարեկան երեխաներին հիմնադրամը արդեն քանի տարի շարունակ ինքն է աջակցում, որ տրամադրվում է իհարկե պետության հետ փոխհամաձայնեցված, որովհետեւ դրանից հետո պետությունն է արդեն տալիս սերտիֆիկատներ, որոնց համավճար անելով ծնողը նոր, որովհետեւ 5 տարին մեկ սարքերը փոխելու անհրաժեշտություն է լինում, ամենակիչը 5 տարին մեկ։ Հնարավոր է ասենք մի տարի հետո էլ ինչ որ պատճառներով սարքը փոխարինելու կարիք առաջանա, բայց ամենակիչը 5 տարի եւ դրանից հետո նոր պետական աջակցության այդ սերտիֆիկատների ծրագրով է լինում։ Իսկ մինչ այդ Ղարագյուզյան հիմնադրամի միջոցով եւ նաեւ հավատը իհարկե այլ ծրագրերել է իրականացնում շատ բացի ծնողական դպրոցից կամ լսողական սարքերից, որոնք ուղղված են մեր երեխաների կյանքի որակի բարելավմանը եւ նրանց ներառմանը եւ հենց այսօր դուք մինչեւ եթերը հարցնում էիք մենք ունենք փոքր սիրուն միջոցառում, քանի որ արդեն մի քանի տարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեզ աջակցություն է ցույց տալիս եւ ֆինանսապես է աջակցում մեր երեխաներին տարբեր հարցերով եւ նպատակն այն է, որ երեխաները նաեւ դասական երաժշտությունը լսելու հնարավորություն ունենան։ Այսօր սիմֆոնիկի մեր սիրելի արտիստները գալու են մեր կենտրոն ժամը 3-ին եւ մեր երեխաները լսելու են նրանց կատարմամբ, ինչը արդեն բազմիցս եղել է մանկականին մոտ, հա, որպեսզի իրենց համար հաճելի լինի, ընկալելի լինի երաժշտություն եւ ուսանք, որ շատ սիրուն միջոցառում ենք ունենալու եւ նորից բարձրաձայնելու ենք կարեւորության մասին։ Շատ լավ է։ Եկեք մի փոքր զրուցենք այս ժամանակաշրջանում, այս տեխնոլոգիական դարաշրջանի մասին, ականջակալները, ինձ թվում է սա գլոբալ մեծ թեմա է եւ արդյոք վատ է անդրադառնում ականջակալ ասվածը մարդու լսողության վրա, հատկապես երեխաների, որոնք որ ինձ թվում է շատ են օգտագործում։
Իհարկե նույնիսկ էլի մենք այսօր բազմիցս հիշատակում ենք ԱՀԿ-ն, բայց իրոք տենց է իրանց ուշադրության կենտրոնում է այդ հարցը, պետք է ասել, որ դրանից խուսափել հնարավոր չի, որովհետև պետք մեր դարել է մեր առօրյայի ամենօրյա ու շատ հարմար միջոց, սակայն ամեն ինչը եթե օգտագործում ես չափի մեջ, ինքը իր մեջ վնաս չի կրում։ Այդպես օրինակ ականջակալները, եթե օգտագործում ես մինչև 80%, հա, իր ձայնի բարձրության եւ ընդմիջումներով մի ժամից ոչ ավել 60%-ի վրա, կես ժամից ոչ ավել, հա, 80%-ի վրա, ապա վնաս չի հասնում, բայց ցավոք թե երեխաները, թե մեծահասակները մենք բոլորը չարաշահում են, անցնում են այդ ոնց որ կարմիր գծերը ու գուցե նույն տեղեկացվածության հարց էլ կա դրա մեջ, պետք է դրա մասին երևի դպրոցներում էլ խոսել, որ պետք չի ամեն ինչը լսել ականջակալով եւ պիտի դադարներ լինեն այնպես շփումը, այո, ինչպես մեր ակնաբուժներն են օրինակ խորհուրդ տալիս այսքան րոպե համակարգչի հետ աշխատելուց հետո անպայման 5 րոպե, ասենք 20 րոպեն 5 րոպե հեռուները նայեք, հանգիստ թողեք աչքերը, հա, կամ որ աչքի մկանները աշխատեն ավելի այլ տարածությունների համար, նույն կերպ եւ լսողությունը պետք է, բայց մեր դեռահասների մոտ հիմա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ ամբողջ օրը փաստորեն հնարավոր է որ երեխայի ականջին առավոտից մինչև ուշ երեկո ականջակալներ լինեն։ Բացի դրանից, բացի լսողությունից, նաև դրանք նրան անջատում են արտաքին աշխարհից, չէ՞, այլ հարցեր նույնպես առաջ են գալիս։ Իսկապես, եւ ինչպես դուք նշեցիք, ամեն ինչ սկսվում է իրազեկվածությունից եւ իրազեկումից, այնպես որ շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք եւ պատմեցիք մարդկանց այս ամենի կարևորության ու նաև կանխարգելման կարևորության մասին։ Ձեզ այսօր լավ օր ենք մաղթում եւ շնորհակալ ենք ձեր գործունեության համար, վստահ ենք դեռ առիթ կունենանք մեր տաղավարում։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։